Շնորհակալություն, մասնավոր բանորդական գործունեության մասին օրենքը ընդունվել է դեռևս 2012 թվականին, առաջին անգամ կարգավորվել է այս օրենքով 12 թվականից սկսած եւ առ այսօր որևէ փոփոխություն չեն կրել օրենքում եւ բնականաբար այսքան ժամանակ մի շարք նոր հասարակական հարաբերություններ են առաջացել, պրակտիկան լիքը այլ խնդիրներ է արձանագրել եւ անհրաժեշտություն կա այս բոլորը նորից կանոնակարգելու իհարկե նախագծի նպատակը նա է որ այս գործունեությամբ զբաղվեն այն կազմակերպությունները որոնք ունեն ներուժ ֆինանսական մասնագիտական տեխնիկական ներուժ հարցեր կա որ նախկինում ընդհանրապես կարգավորված չէր օրինակ տեսահասկման համակարգով պահպանվող օբյեկտը պահպանելը որևէ կերպ կարգավորումներ չկար հիմա այս կարգավորումները կան միանշանակ խնդրում կողմ քվեարկել նախագծի օգտին բայց եւս մի բան տեսեք պարոն Սարգսյանը հնչեցրած խնդիրը պարզվեց որ միանվագ 10 միլիոն 3 միլիոն վճարում է 500,000-ի փոխարեն բայց նաև անհանգստություն կա այն 10 միլիոնի մասով նվազագույնը 10 միլիոն պետք է ինքը երաշխիքային հա ֆոնդ ունենա հանել ենք այդ այո ես հա հասկանալի է 10 միլիոնի տեսեք սա բիզնես ոլորտ է բիզնես գործունեության ոլորտ է եւ Հայաստանի բոլոր գրեթե բոլոր մարզերում այս գործունեությունը կա օրինակ Գորիսում կամ ասենք ինչ որ մի փոքր քաղաքում նման գործունեություն ծավալող մի ընկերության համար 10 միլիոնը սարսափելի մեծ թիվ է դա կարա իր շրջանառությունն էլ չբերի բերենք նվազագույն թիվ չդնենք շրջանառությունով դնենք ասենք եթե քո շրջանառությունը այսքան բայց գրած էր որ նվազագույնը 10 միլիոն բայց ոչ պակաս 10 միլիոն դից ինչ որ բան տեսա ես այդ ոչ պակասը հանենք ըստ շրջանառության լինի 10 միլիոնը դա մեծ թիվ է հասկացա նորմալ է հա հասկացա շատ նորմալ է Տիկին Պողոսյանի հնչեցրած հացը մենք մինչև այդ քննարկել ենք այո Միան հստակություն մտցնենք, մարդը իր կնոջ երեխաների հետ համարվում է պահպանվող անհատներ եւ մի մեքենայում տեղավորվում է 4 մարդ, չէ, բայց նրանց անհրաժեշտ է նաեւ 3, 5, 4 կամ 6 պահնորդ, այս դեպքում եթե օրենքը չի հակասում որ իրենք այլ տրանսպորտային միջոց, մինիվեներով, այնպիսի տրանսպորտային միջոցներով, որոնք ունեն 4 եւ ավելի նստատեղեր եւ կարող են ունենալ 4 պահպանվող անձ եւս 12 չէ ըստ օրենքի ամեն մեկը 3 եւս 12 պահնորդ այստեղ որևէ խնդիր մենք չենք ունենում հետեւաբար մեր Քրիստինա Պողոսյանի խնդիրը լուծված ենք համարում տրանսպորտային միջոցը եթե փոխում ենք խնդիր չի լինում շատ լավ երկրորդ մասով որ երկրորդ մեքենան կինը կարող ուրիշ մեքենայով պահնորդների հետ գնա ամուսինը ուրիշ սրա ամուսինները կլուծեն կանանց վտանգները Քանի որ սուբյեկտը տարբեր է, պահպանվող սուբյեկտը տարբեր է, երկրորդ մեքենան եթե կինն առաջինը ամուսինը, ըստ չի կարա բանը վարչական պատասխանատվություն առաջանալ, որևէ խնդիր չունենք, շնորհակալություն։ Շատ լավ, դուք առաջարկում եք կողմ քվեարկեն մեր գործընկերներին։ Այո, իհարկե, առաջարկում։ Ասեմ ձեզ, որ քիչ առաջ պարոն Թորոսյանը եւ ես արձագանքեցինք, թե ինչ փիլիսոփայություն պետք է տեսնենք նմանատիպ օրենքների փոփոխության հիմքում։ Այստեղ մեքենաների քանակը չի, ընդհակառակը երկրում տիրող իրավիճակի հետ է կապվում, որ պետք է ապահով երկրում, այսինքն պահպանորդականը, մեկը լինի թե 10 պահնորդ դնեք, պետք է զորքի չվերածվի։ Այսինքն խնդիրը ուրիշ տեղ է, էլի։